Ոստիկանության բարեփոխումների 2024-26 թվականների ռազմավարական ծրագրի ընթացքն է քննարկվել վարչապետի գլխավորությամբ։ Զեկուցվել է 2024-ի համար նախատեսված 25 միջոցառումից կատարվել է 24-ը, մեկը մասնակի։ Ներքին գործերի նախարար Արփինե Սարգսյանը ներկայացրել է իրականացված աշխատանքները, ոստիկանության կառուցվածքային և ֆունկցիոնալ համակարգի վերջնական ձևավորում, մարդկային ռեսուրսների կառավարման ինստիտուցիոնալ նոր մոտեցումների ներդրում, բարեվարքության ամրապնդում ու հանրային հաշվետվողականություն, պրոֆեսիոնալ ոստիկանական համակարգի ձևավորում։ Ոստիկանության բարեփոխումները համակարգող խորհրդի նիստում նշվել է, որ սահմանվել են հանրային ծառայությունների մատուցման որակի չափորոշիչները, մշակվել է ներքին անվտանգության և հակակոռուպցիոն վարչության 2025 թվականի տարեկան միջոցառումների ծրագիրը, իրականացվել է շենքային պայմանների համալիր վերլուծություն, իրականացվում է մարդկային ռեսուրսների կառավարման բարեփոխումներ ծրագիրը։ Ըստ զեկույցի արդեն գործում է ներքին գործերի նախարարության նորաստեղծ կրթահամալիրը քաղաքացիական կառավարման, որը դիտարկվում է նաև որպես հետազոտական հաբ։ Բարեկային ծառայության զարգացման ուղղությամբ իրականացված աշխատանքների արդյունքում այն գործում է որպես արտաքին ծառայության նոր և ժամանակակից մոդել։ Զեկուցվել է նաև, որ իրականացված միջոցառումների արդյունքում նվազել է պատահարների ընդհանուր թիվը, աճել է իրավախախտումների բացահայտումը։ Միջոցառումներ են իրականացվել նաև քրեական ոստիկանության, համայնքային ոստիկանության զարգացման, օպերատիվ աշխատանքի արդյունավետության բարձրացման ուղղությամբ։ Նշվել է, որ վերափոխվել են ոստիկանության զորքերը, ձևավորվել է ոստիկանության գվարդիան։ Նիստի ընթացքում ներկայացվել են տարբեր դիտարկումներ և առաջարկություններ ոստիկանության ինստիտուտի գործունեության կատարելագործման և կարողությունների բարելավման վերաբերյալ։ Ամփոփելով քննարկումը, վարչապետը կարևորել է բարեփոխումների գործընթացի շարունակականությունը։ Նիկոլ Փաշինյանը նաև ընդգծել է գաղափարախոսական ուղերձի կարևորությունը բարեփոխումների իրականացման ճանապարհին։ Մեր գաղափարախոսական ուղերձը ո՞րն է, ոստիկանին իր աշխատանքի մասին, ինքը ինչ է անում, ինչ պետք է անի։ Մենք ի վերջո բանակի կերպափոխման հայեցակարգի ընդունման կոնտեքստում ենք այս թեմային առնչվում, եւ սա շատ կարևոր բան է։ Պետությունը ինչ է ասում իր ոստիկանին, իր աշակերտին, իր ուսուցչին, իր քննիչին, իր պաշտոնյային, եւ այդ գաղափարախոսական աշխատանքը շատ կարևոր է, եւ այդ թվում նաեւ քաղաքացի եւ ոստիկան հարաբերությունների առումով, որովհետեւ այո, դա ակնհայտ է, որ մենք ոստիկանությանը ուժային կառույցներին պետքա ճիշտ կանոնակարգենք իրանց աշխատանքի մեջ, բայց մյուս կողմից ես համաձայն եմ նաեւ, որ ոստիկանն է պաշտպանության կարիք ունի։ Այդ աշխատանքը բարդ է եւ հեշտ չի լինելու, շարունակել է վարչապետն ու անդրադարձել կրթության խնդրին։ Առաջին օղակը բարեկային ոստիկանն է, մեզ պետք չի, որ ինքը իմանա ինչ որ առանձնահատուկ գիտելիքներ ուրիշ, ասենք, աստղագիտությունից։ Մեզ պետք է որ ինքը մեքենա քշել իմանա։ Կենտրոնանանք իրան սովորացնենք մեքենա քշել, էքստրեմալ մեքենա քշելը։ Եվ մարդը ինքը ինչ որ ձևով կոնտեքստ ստեղծենք, որ ինքը այդ ճանապարհ ոտք է դնում, ինքը ըստ էության որոշում է հայտարարում, որ ես իմ կյանքը կապում եմ ոստիկանությունում ծառայության հետ։ Եվ իր կարիերայի առաջընթացը ապահովելիս ամեն փուլում մենք իրան վերապատրաստենք, այսինքն ինքը իմանա, որ ընդհանուր ոստիկանությունում ամենաբարձրաստիճան պաշտոն ինքը կարողանալու է հավակնել, այդ դիպլոմից կապվածությունը փոխենք եւ ինքը ամեն իր առաջընթացի համար գնա ոստիկանության ակադեմիա, ստանա իր նոր ենթադրվող կամ իր կողմից հավակնություն ցուցաբերված պաշտոնի համար անհրաժեշտ գիտելիք, գնա հավակնի եւ ոստիկանությունը այս պարագայում կունենա իր կադրային բազա։ Զեկուցվել է, որ ըստ 2024 թվականին անցկացված սոցհարցումների ոստիկանության նկատմամբ հանրային վստահության մակարդակը կազմում է 72%։ Վոլոդիա Մուշեղյան, լուրեր։